Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հետագան լուրերն են։ 1908 թվականի Քոնյո հայ բադանի ճուտագահարները կորսված աշխարհի գենթանի վկայություն։ ԱՄՆ հարվածած է Իրանին, Թեհրանն ալ Բարսի ծոցի ամերիկյան կենտրոններուն։ Շողակաբանք, Քեսաբի ինքնապաշտպանություն ու ազգային միության գազམավորումը 1919 թվականին։ Հայ սոպրանոներու հազվագյուտ ցանկությունները գրգին ուշադրության կենտրոնն են։ Բադբապան Աշոտ Հարությունյան հայ-իրանական ռազմական համագործակցության նշանակության մասին։ Բաքուն ավելի քան 1000 հուշակոթող ոչնչացուցած է։ Հայրու ցեղասպանության հիշողության եւ արդարության պահանջի խորհրդանիշը։ 1908 թվականին Արևմտյան Հայաստանի Քոնյա քաղաքին մեջ առնված լուսանկարին մեջ կտեսնվին հայ բադանի ճուտագահարներ։ Անիկը առնված է երիտ թուրքական հեղափոխության դարին, երբ Օսմանյան գարշության մեջ կարճ ժամանակով հռչակված էին քրիստոնյա եւ մահմեդական համայնքներու իրավահասարության ու ազատություններու սկզբունքները։ Բադանիներուն համեստ հակվածքը հատկապես դողում բادرդած սկեստը գհուշե, որ անոնք հավանաբար հայկական եկեղեցական կամ բարեգործական գրթօջախներու սաներ էին։ Լուսանկարը արժեքավոր պատմական վավերակիր մնե, որ կպահպանե Արևմտյան Հայաստանի հայկական համայնքներու առօրյան մշակութային կյանքն ու երաժշտական ավանդույթները մինչև 1915-ի ողբերգական դեպքերը։ Քանի մդարի անց Քոնյո հայ բնակչության մեծ մասը ենթարկվեցավ դեղահանության ու ցեղասպանության, ուստի այս լուսանկարը ոչ միայն երաժշտասեր բադանիներու թիմանկարն է, այլև գործված հայկական աշխարհի եւ ամբողջ սերունդի հիշողության վկայությունը։ Լուսանկարը վերականգնված եւ հրապարակված է պատմական հիշողության պահպանման ծրագիրներու ծիրին մեջ Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգությունը ապակա սերունդներուն փոխանցելու նպատակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու զինված ուժերը Իրանի թեմ նոր հարվածներու ընթացքին թիրախավորած են 80 ռազմական կետրոն, մեղադրելով Թեհրանը Հորմուզի նեղուցին մեջ արևդրական նավերու թեմ հարձակումներու համար։ Իրանի պատասխան հարվածներուն թիրախ դարձած են Քուեթի եւ Բահրեյնի մեջ տեղակայված ամերիկյան ռազմական կետրոնները։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարած է, թե հարվածներու նպատակը միջազգային ջրային ուղիին մեջ արևդրական նավերու վրա հարձակումներուն պատասխանելն էր, Իրանի գործողությունները որակելով անհիմն վտանգավոր եւ զինադատարի հստակ խախտում։ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու կորպուսը հայտարարած է, թե հրթիռներով եւ անօդաչու սարքերով հարվածած է Բահրեյնի եւ Քուեթի ամերիկյան ռազմական կենտրոններուն, վնտելով նաեւ թե խոցած է ամերիկյան անօդաչու թռչող սարքը։ Քյարքունիքի մարզի ծորակյուղը հնագույն բնակավայրեր են մեկն է հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Հոս պահպանված են բերդեր, եկեղեցիներ, մադուրներ, միջատարյան գյուղադեղիներ, ինչպես նաև բազմաթիվ խաչքարեր եւ դաբանակարեր։ Գյուղի գլխավոր խորհրդանիշը 9-րդ դարում կառուցված շողակաբանքն է, որ կապված է Բաքրադունյաց արքայադուստր եւ Սյունյաց իշխանուհի Մարիամ Բարեբաշտի անունին։ Ըստ աղբյուրներու Մարիամ իշխանուհին գյուղը փրկակնած եւ նվիրած է վանքին, նպաստելով անոր զարգացման։ Շողակաբանքը հայկական միջնադարյան Դարաբեդության արժեքավոր գոտոներեն է։ Թեև վնասված է 1679-ի քարնի երկրաշարժեն, պահպանված մասերը կվկային հայ բարբետներու բարձր արվեստին մասին։ Վանքին գից գերեզմանադան մեջ պահպանված են 120-ի ավելի խաչքարեր եւ իմակիր արձանագրություններ, իսկ ըստ շարք մահեդազոդողներու հոն կգտնվի նաեւ Մարիամ իշխանուհիի տամբարանը։ Շրջակայքը պահպանված են նաեւ նախաքրիստոնեական հետքեր, որոնց շարքին բորդակար հեթանոսական քանդակը եւ 7 քույրերու խաչքարերու սրբավայրը։ Այսօր շողակաբանքը բաց երկնքի դակ եզակի տանկարան մնե, որ կմիավորե հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու հոգևոր ժառանգությունը։ 1919 թվականի ամռան առաջին համաշխարհային պատերազմեն յետ Քեսաբի շրջանը կգտնվեր ծանր անվտանգային եւ մարդասիրական գացության մեջ։ Բայերի եւ Բուչակի թուրքմեն զինյալ խումբերու հարձակումներն ու թալանը կսպառնային հայկական գյուղերու բնակիչներուն, մինչդեռ շրջանին մեջ իշխանություն եւ գարկուկանոն չկային։ Այս պայմաններուն մեջ Քեսաբահայ գամավորական ջոկատները գազմագերբեցին ինքնապաշտպանություն, յետ մղելով հարձակումները եւ ապահովելով սննդամթերք Սովի եզրին գտնվող Քեսաբի բնակչության համար։ Ցերկ բերված ծորեն ու անասունները բաժնվեցան բնակիչներուն գանխելով Սովը։ Միևնույն ժամանակ Անադոլուի մեջ Մուստաֆա Քեմալի ղեկավարությամբ կձևավորվեր թուրք ազգայնական շարժումը, որ նորը սպառնալիք կներկայացներ նաև Կիլիկիո հայության համար։ Վտանգին դիմաց Քեսաբի բնակիչները ընդհանուր ժողով գումարեցին, հաստատեցին զինվորական իշխանություն եւ գազմեցին ազգային միություն։ Զինվորական ուժերու ղեկավար նշանակվեցավ Մովսես Շահբազյան, իսկ միությունը գազմագերբեց վարչական, կրթական, թադական եւ հասարակական կյանքը։ Այս քայլերը կարևոր դեր ունեցան Քեսաբի հայության ինքնագազմագերման, անվտանգության եւ ազգային թիմադրության գործին մեջ, դառնալով Կիլիկիո հայության պատմության նշանակալի էջերեն մեկը։
Հյուսիսային Կիպրոսի Նիկոսիո մեջ կատարված հայտնագործությունը նոր լույս կսփռե 20-րդ դարու սկզբի հայկական երաժշտական ժառանգության վրա։ Հետազոտող եւ հավաքորդը հնավաճառի մոտ կդած է երկու բացառիկ ձայնաբնակներ, որոնց վրա բաբանված են հայ սոպրանոներ Ալիս Քյուրքչյանի եւ Զաբել Պանոսյանի կատարումները։ Առաջին ձայնաբնակը կբարունագե Ալիս Քյուրքչյանի քարուն ստեղծագործական կատարումը, Անգելիկիո Քիլիստ քաղաքեն գաղթած հայերեներ եւ կնկատվի ամերիկահայ առաջին մասնակցած կին կատարողներեն մեկը։ Երկրորդ ձայնաբնակը կպատկանի Զաբել Պանոսյանին, Օսմանյան Հայաստանի նշանավոր սոպրանոներեն մեկուն, որ 1907-ին գաղթած էր ԱՄՆ եւ 1918-ին ձայնակրած էր շարք երգեր։ Հետագային այդ ձայնակրությունները շատերը գործված կհամարվեին։ Հետազոտողները կնշեն, որ այս կդածոները կարևոր են հայկական երաժշտական ժառանգության եւ սփյուռքահայ մշակութային ինքնության ուսումնասիրության համար։ Անոնք նաեւ կվկայեն հայ գին արվեստագետներու տերին մասին 20-րդ դարու սկզբի միջազգային երաժշտական բեմին վրա ազգային ավանդույթները պահպանելու գործին մեջ։ Պատմաբան Աշոտ Հարությունյան անդրադարձած է Հայաստանի եւ Իրանի միջև ռազմատեխնիկ համագործակցության վերաբերյալ շրջանառվող դեղություններուն զանոնք դիտարկելով դարձաշրջանային անվտանգության ձիրին մեջ։ Ան նշած է, որ եթե նախկինին շեշտը հագաօտային պաշտպանության միջոցերով վրա էր, այժմ կխոսվի նաեւ հարվածային կարողություններու ընդլայնման մասին։ Ան կանդրադառնա դարածված տեսանյութերուն, որոնց համաձայն Հայաստանի գործանիչները համալրված են իրանական արտադրության կառավարվող օտային ռումբերով։ Անոր կարծիքով նման սպառազինությունը կրնա ապրաբնթել Հայաստանի զսպման կարողությունը եւ դարաշրջանային հավասարակշռությունը։ Պատմաբանը կնշե նաեւ, որ Բաքվի քննադատությունը պետք է դիտարկել դարաշրջանային սպառազինման գործընթացներուն համաձայնին մեջ։ Ան կշեշտե, որ Իրանը թեմե սահմաններու փոփոխության եւ Հայաստանի հետ համագործակցությունը կդեսնի այդ քաղաքականության շրջանագին մեջ։ Հարությունյանի գնահատմամբ հայ-իրանական համագործակցության խորացումը կրնա նպաստել Հարավային Կովկասի գայունության եւ լարվածություններու կանխարգելման, թեև որոշ տեղեկություններ դեռ պաշտոնապես հաստատված չեն։ Կովկասակետ Հովիկ Ավանեսով հայտարարած է նոր նախաձեռնության մասին, որու նպատակն է պաշտպանել եւ միջազգային հարթակներու վրա ներկայացնել Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ կատարվող ոտնձգությունները։ Միբի Կրասանյակը հիմնված է 2023 թվականի հունիսին բաշարված Ստեփանագերդի մեջ, իսկ բռնի դեղահանությանեն յետ շարունակած է իր գործունեությունը Երևանի մեջ։ Անոր առաքելությունն է փաստագրել եւ բարձրացնել Արցախի հայկական մշակութային արժեքներու ոչնչացման եւ յուրացման դեպքերը։ Նախաձեռնության ձիրին մեջ սկսած է աջակցության արշավ զարգացնելու արբանյակային մշտադիտարկումը, ստուգելու դեղեցությունները եւ պատրաստելու միջազգային գազագերբություններու համար զեկույցներ եւ դեղեկատվական նյութեր։ Ավանեսովի խոսքով արձանագրված է Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման 1000-ը ավելի դեպք, ներառյալ եկեղեցիներու, խաչքարերու, հուշարձաններու եւ գերեզմանատուններու ավերումը։ Ան կնշե, որ այս փաստերը կհաստատվին աղբյուրներու մշտադիտարկումով եւ արբանյակային լուսանկարներով։ Գերմանացի բեմադրիչ Ֆաթիհ Ակնի Սպի ֆիլմը հայրուց ցեղասպանության նվիրված ամենեն ծանոթ շարժանկարներեն մեկն է։ Ան կպատմե ցեղասպանութենեն վերապրած հայ թարպի Նազարեթ Մանուկյանի ողբերգական ուղիին մասին, որ ընտանիքը գործընծնելի եւ խոսելու կարողութենեն զրկվել է յետ, կփնտրե իր դուստրերը։ Ֆիլմը կներկայացնի 1915 թվականի ողբերգությունը, ցեղասպանության ցկած խոր վերքերը, մարդկային գորուստներն ու արդարության որոնումը։ Սպին կխորհրդանշե հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ մնացած անչնչելի հետքը։ Թեև Թուրքիո մեջ անոր ցուցադրությունը հագասական արձագանքներու արժանացավ, ֆիլմը միջազգային շարժանկարի աշխարհի մեջ լայն ուշադրություն ստացավ, դառնալով պատմական հիշողության պահպանման եւ ցեղասպանության ճանաչման կարևոր մշակութային նախաձեռնություններեն մեկը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։